Այսօր անցած շաբաթվա նյութի շարունակությունն է, բայց ուրիշ բաներ պիտի խոսենք մեջը։ Եկեղեցին, որը որպես Աստծո դուն, Աստված ապրում է ու բնակվում է իր տանը մեջ, ոչ թե շենքի մեջ, հապա հոգի ունեցող մարդկանց մեջ է ապրում։ Բացենք մեր Աստվածաշնչերը երկրորդ Պետրոս, առաջին գլուխին պիտի գարտանք 1, 2, 3 և 4 համարները, երկրորդ Պետրոսի թուղթեն, 1-ն 4 համարները։ Շմավոն Պետրոս Հիսուս Քրիստոսի ծառա և առաքյալ ցեզի, որ մեզի հետ նույն բատվական հավատքին հասակ, մեր Աստծուն ու Փրկին Հիսուս Քրիստոսի արդարությունով։ Շնորհք և խաղաղություն ձեր վրա ավելա, Աստծո ու մեր Տերոջը Հիսուսի գիտությունով, ինչպես իր աստվածային զորությունը կյանքի և Աստված բաշխության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ, անոր գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց, որոնցմով ամենամեծ ու պատվական խոստումները դրված են մեզի, որպեսզի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդակցին աշխարհի ցանկությունեն հարաճ եկած ապագանությունեն փախչելով։ Կարող ենք շարունակել գարտանք մինչև 10-11 համարները, բայց նյութը շատ մեծ նյութ է, ադորամար 2-3 մասի ուզեմ բաժնել, առաջին մասին այսօր խոսենք, որը երկրորդ և երրորդ և չորրորդ համարի մասին է, և մնացածը հետո, որտեղ մնացածը որ սերնենք ամեն մեկը մի քանի ժամվա նյութ է։ Ուրեմն կենտրոնանանք այսօր Աստծո խոսքի մեջ, որ գսե երկրորդ համարը գսե, շնորհք առաջին համարը շարունակենք, որ մեզի հետ նույն պատվական հավատքին հասակ։ Ուրեմն Պետրոս առաքյալը երկրորդ թուղթը գրում է ճիշտ նույն առաջին թուղթի լսարանին։ Առաջին թուղթ երբ որ գարտում ենք, ասում է, որ գրում է նամակը օդարականուց, որոնք որ Պոնդոսի, Գաղատիայի, Կապադոկիայի, Ասիայի և Բիթանիայի մեջ է, և կարծես թե նամակը շարունակում է։ Առաջին նամակի մեջ նա խոսում է հաստատման մասին, որ քրիստոնյաներս, որ պետք է հավատքեն հետո հաստատվին, շատ կարևոր է հաստատվիլ, բայց ավելի կարևոր է, որ հաստատված վիճակեն հետո անցեք հաջորդ փուլը, աճման փուլի մեջ։ Մենք հիմա աճման մեջ ենք, և առաջին գլխու մեջ ավելի շատ հաստատման մաս, առաջին գիրքի մեջ ավելի շատ հաստատման մասին կխոսի, իսկ երկրորդ գիրքի գլխավոր համարը ուրեմն 3:18-ն է, որ ասում է աճեցեք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքի և գիտության մեջ։ Ուրեմն այս թուղթը աճման թուղթն է, այս թուղթը նաև Քրիստոսի երկրորդ քալստյան սպասման թուղթն է։ Բայց այսօր մենք պիտի անդրադառնանք միայն աճման մասին, երբ որ Տեր Հիսուսը Պետրոսի հետ կխոսեր 22-րդ գլուխ Ղուկասի 32-րդ համարի մեջ ասում է. «Դու երբ դարձիկաս քո եղբայրներդ ինչեր է հաստատե»։ Ուրեմն եկեղեցին Աստծո դունը հաստատման և աճման դեղմն է։ Երբ որ ես կուքամ Տերոջը դունը, ես ակնկալիքով կուքամ, որ ես պետք է աճիմ։ Մենք բոլորս աճում ենք, տարբեր մակարդակի աճ ունենք։ Մեկը 2-3 մակարդակ ավելի աճ ունի, մեկը ավելի 5 մակարդակ աճ ունի, բայց մենք պետք է աճենք։ Երբ որ չենք աճում, կնշանակի մենք թեր աճ ենք մնում։ Ուրեմն մենք գներեք այս խոսքիս համար, մենք աննորմալ հոգևոր մարմին կունենանք։ Աստված գուզե որ մենք աճենք, բայց գիտեք աճը ինքնաբերաբար չի լինում։ Մարդիկ կան սերմ են ցանում, սերմերը գնում են հողի մեջ և հող չդանելով դառնում են վայրի, չի դառնում իսկական առողջ սերմեր։ Ուրեմն երբ որ գարտում ենք 5-րդ համարը և այս բանի համար բոլոր չանքերնի դրած, որ ձեր հավատքի վրա ավելցնեք առաքինության վրա ավելցնեք գիտության վրա ավելցնեք։ Ուրեմն մեր աճման ընթացքի մեջ եղբայրներ մենք ունենք գանգարներ, հոգևոր գանգարներ։ Հիմա չեմ ուզեր ցեզի այս 7 գանգարներու մասին խոսի, որը 5, 6 և 7 համարերի մեջ կա, քերազանց գանգարներ են, քերազանց, մեկը մյուսին ավելի հոգևոր կյանքի փորձառություններ մեջ կան։ Ուրեմն մենք պետք է աճենք և մենք պետք է մեր հավատքի վրա հոգ դանենք, մեր հավատքի վրա ոչ թե թողնենք ավտոմատ ռեժիմի վրա, ինքնահոս, ոչ, պետք է ջանք թափենք, որպեսզի վայրենի չդառնանք, որպեսզի անգիրտ
չտաստերակված հավատացյալներ չլինենք։ Մեկ խոսքով, որովհետեւ ջունգլի հավատացյալ չլինենք։ Ուրեմն Աստված գուզե որ մենք աճենք իր շնորհքի եւ գիտությանը մեջ։ Մարդիկ կան, որ լուրջ կմոտենան այս աշխատանքին, Աստված իրենց օրհնում է։ Իսկ ովքեր թեթևամտությամբ են մոտենում, թող չսպասեն Աստծո օրհնությունները։ Ովքեր որ մարմնավոր ցևով են մոտենում, թող չսպասեն, որ Աստված իրենց օրհնելու է։ Ուրեմն, երբ որ Պետրոս կգարտան գսե շնորհք եւ խաղաղություն ծեր վրա ավելնա։ Ուրեմն, չի սե որ շնորհք եւ խաղաղություն ծեր վրա թող կա, հավա թող ավելնա։ Մենք շնորհքի մեջ ենք, մենք խաղաղություն ենք Աստծո մեջ։ Եվ Աստծո խոսքը մեզի գսե Աստծո դանը մեջ, որտեղ որ Աստված կփնակվի, մենք կարես ենք որբեսի մենք աջինք, մեր մեջ ավենա, մեր վրա ավենա ինչը շնորհքը եւ խաղաղությունը։ Աստծո զավակները շնորհքի մեջ կապրի, մեր բնակության վայրը Աստծո շնորհքն է։ Մեր հավատքը գառուցված է այս շնորհքի վրա, խոսքի վրա, ճշմարտության, գիտության խոսքի վրա։ Մենք ինչու կանք Աստծո դունը, որբեսի հավատքով լեցենք։ Հավատքը երկինքին այդպես անցրևի պես չի գալիս մեր վրա։ Գամ ինչ որ գնում ենք, քաղում ենք, չէ։ Հավատքը գուկա ըստ Հռոմեացիս 10:17-ի ուրգե գուկա լսել ենք։ Քո հավատքը ինչպեսի հավատք մնա։ Արդյոք ինչ բաներ ես լսում։ Շատ կարևոր է մեր լսածները։ Սկուշ պետք է լանք թե ինչ ենք լսում։ Ամեն բան ինչ որ մեզ դրվում է, սենց հալած յուղի նման պետք չեն տունի։ Պետք է քննենք, տեսնենք արդյոք մեր լսածները աստվածաշնչյան են կամ չէ։ Մեջը աստվածային ճշմարտության հոգին կա կամ չէ։ Որովհետև եթե մենք ձուր բաներ սկսենք ընդունենք, մեր հավատքը կսկսի ձրվի։ Կսկսենք ուրիշ բաներ հավատանք։ Ուրեմն հավատքը լսելն է, լսելը Աստծո խոսքն է։ Ինչու կանք դերոշությունը, որբեսի լսենք հավատքի խոսքեր, որբեսի լսենք Քրիստոսի մասին, որ Քրիստոսը, որը խաչվեցավ, որու համար, իմ համար եւ քո համար, եւ խաչված չմնաց, հավա հարություն արավ։ Մենք քարոզում ենք այստեղ հաճյալ եւ հարուցյալ Քրիստոսը։ Մենք ուրիշ բան չենք քարոզում։ Ուրիշ մեկ մարդու չենք քարոզում։ Մենք Քրիստոսի հետևորդներն ենք։ Քրիստոս գուզենք մեր սրտի կենտրոնում ինքը լա։ Մենք գուզենք որ ինքը մեր կյանքի հերոսը լա։ Մենք մեզ չենք քարոզում։ Բողոս կսե մենք մեզ չենք քարոզում։ Մենք քարոզում ենք հաճյալ եւ հարուցյալ Քրիստոսը։ Շնորհքը եւ խաղաղությունը կապված է գիտության հետ։ Գիտեք, ամենաշատ հարցակման ենթարկված բառը, որ գրնամսեր կամ միտքը գրնամսեր, դա ճշմարտությունն է։ Աշխարհն արդեն հարցակման մեջ է եւ ամենացավոտ մասը, որ Աստծո ժողովրդի գոմեր հարցակման մեջ է։ Եկեղեցի գոմեն հարցակման մեջ է։ Մարդիկ չեն ուզել ճշմարտության ավետարան լսեն։ Մարդիկ իրենց համար կարծիքներ են տնում, որ իրենց ագանչին հաջելի բաներ լսեն։ Շատ ցավալի բան է, երբ որ գուկաս դերոջը տունը եւ փոխանակ անխարտախ գատը խմես, տեսնում ես խարտախված գատ, մեջը բան է ավելացված։ Տեսնում ես բատկամներ, YouTube-ով, ուրիշ տեղեր գնում ես, Աստծո խոսքը լսում ես, ասում ես, այս մարդը ճիշտ բաներ ասում, բայց ինչ որ մի բան այն չի։ Ախր ինչ որ մի բան այդտեղ, չեմ ռուսերեն բառնկա չեմ ուզում ասել, որ լեզուսը պատելու է, բառ ասելու, ինչ որ մի բան այն չի, դուք թարգմանեք արդեն ռուսերենով։ Ինչու, որովհետև իր խոսքի մեջ օգտագործում է հոգեբանական, դաստիարակչական բաներ։ Տեսնում ես հոգեբանություն է քարոզում։ Մարդասիրություն է քարոզում։ Տեսնում ես Աստծո խոսքը օգտագործում, բայց ինքը իր միտքի մեջ ուրիշ բաներ է քարոզում։ Հոգեբանական մոդեցումներով է Աստծո խոսքը դասի։ Սրանք բղձություն են, սրանք խարտախություն են, սրանք հոգին չեն գնաշինել։ Գիտեք ինչ կրնան է, սա հավատացյաներուս թերաջ են բահում։ Տեսնում ես ոտքերը, ցերքերը բզիկ, բայց գլուխը մեծ։ Որտեղ գլուխը մեծեր է, գիտությունով լեցվեր է, դադարգա գլուխ։ Ուրեմն զգուշ պետք է լանք թե ինչ կլսենք, որտեղ մեր հավատքը կապված է մեր լսածներով հետ։ Զգուշ պետք է լանք։ Ուրեմն Պետրոս գսե, գուզեմ որ դուք աջիկ շատ նորմալ, գուզեմ որ դուք աջիկ իսկական շնորհքի մեջ եւ իսկական ճշմարտության մեջ։ Ուրեմն երբ որ Աստծո դունը գուքանք, պետք է այս հոգիով կանք, որտեղ Աստծո դանը մեջ, դերոջ եկեղեցի մեջ դերը գաբրի իր սուրբերու մեջ։ Եկեղեցին խաղաղության վայր է։ Ուրեմն գսե աջեցեք դերոջ շնորհքին եւ խաղաղության մեջ։ Խաղաղության վայր է, խաղաղություն ապրողներ, սիրողներու վայրն է։ Աստծո խոսքը Մատթեոսի մեջ գսե Երանի խաղաղություն ունենան, որտեղ իրենք ինչ կոչվին,
Աստծո որդիներ պիտի գոչվին։ Ուրեմն աշխարհի մեջ խաղաղություն չեն գտնել։ Քրիստոնեական իսկական խաղաղություն աշխարհի մեջ չկա, այդ շուգայի մեջ չկա։ Այդ խաղաղությունը մենք գտնենք միայն Տերոջը դանը մեջ։ Դեր Հիսուսով իմ խաղաղությունս կուտամ ցեզի, ոչ թե ինչպես որ աշխարհը կուտա։ Իմ խաղաղությունս ուրիշ տեսակի խաղաղություն է։ Աշխարհի մեջ խաղաղություն կա, բայց Տերոջը դված խաղաղությունը ուրիշ է։ Մարդիկ մեզ երբ որ տեսնեն, պետք է մեզ մի խաղաղություն հոդը առնեն։ Պետք է մեր թեմքի վրա խաղաղություն տեսնեն։ Պետք է մեր գնջները քիչ հաշվեն։ Տեսնեն քիչ է գնջներ, հիմա կյանքի մասին չեմ խոսի, բայց երբ որ դու այդ խաղաղությունը չես ունար եւ անդադ այսպես է գնջերներ կշատնա։ Երբ որ իմ խոսքից մեջ խաղաղություն կտեսնեն մարդիկ, երբ որ ես կխոսի մարդիկ կխաղաղին, ոչ թե դակնու վրա գլան։ Երբ որ իմ ցերկից շարժներուն գնային խաղաղություն կտեսնեն մեջը, երբ որ շունչից մեջ խաղաղություն կտեսնեն, քորդից դեղը, ընտանիքից մեջ, զավակներս, հարազատներս, գինս, ամուսինս, երբ որ ինձ խաղաղ կտեսնեն, սա շատ կարևոր բան է Աստծոյի եկեղեցի մեջ, Տերոջը դան մեջ։ Բայց դեպքեր գլան, սիրելիներ, երբ որ ես խաղաղ եմ գալիս դուր եկեղեցի, Աստծոյը եւ անխաղաղ եմ գնում։ Ոչ թե որ դե պատկամը վրաս ասես մեղքերում եմ, դա ուրիշ բան է, բայց հաջախակի տեսնում ենք որ հավատացյալները որ խաղաղ են գալիս եւ անխաղաղ են գնում։ Ինչու՞, որովհետեւ երբ որ ես Տերոջը դունը գնացի մեկ ինձի գծեց։ Մեկ ինձի խածեց։ Ազո խոսքը գսե երբ որ իրար գծում եք, խազում եք, սկսեք չսպարեք իրարով։ Ինչու խաղաղությամբ դուն չկացիր, որովհետեւ սուր խոսք մագա անգաչից հասավ, ես վիրավորվեցա։ Որովհետեւ ինչ որ մեկը եկավ անթակտ դապակ վիրավորական խոսք մսավ ինձի, եւ երբ որ նեղվեցած կատակ եմ անում։ Ոնց որ մանկական ոնց որ մանկապարտեզ եկածն եք։ Գիտեք մեր ջամբարի մեջ երեխեքի օպերու գալիս են, գրիվ են անում իրար հետ, գնում եք իրենց հաշտեսելու, հենց որ ասում եք ինչա դեպքի, ինչա դեղի ունեցել, ասում են մեզի առաջին բանը կատակ ենք անում։ Լուրջ կատակ եք անում, իրար միս եք ուտում, բան չմնաց ծերմե, կատակ եք անում։ Եվ ցավոք սրտի եկեղեցի մեջ այդպիսի վիճակներ կտեսնենք, երբ որ զգայուն չենք լինում եւ մի քիչ մեր դապակությունը ուրիշի վրա ենք քալեցնում։ Ինչու որ երբ աշխարհի մեջ մեզի բավականին նեղում ցավացնում են, գիտեք երեխեք կան որ երբ որ դուրսը չեն կարող իրենք դրսևորեն լավ, գալիս են դունը իրենց ուժեցույց են տալիս քույրիկի վրա, եղբայրներու վրա։ Ուրեմն զգուշ պետք է լանք եկեղեցին խաղաղության վայր է, Աստված այդտեղ կփնակի եւ պետք է խաղաղությամբ մեր դուները երթանք, ոչ թե անխաղաղ երթանք։ Մեր լեզուներում պետք է զգուշ լինենք։ Գիտեք Հակոբոս 3-րդ գլուխ երբ որ գարտում եք, 3-րդ գլուխ ամբողջովին խոսում է, ամբողջը չէ, խոսում է լեզվի մասին։ Ես ես միան 5-րդ եւ 8-րդ համարը գուզեմ ասել, այնպես այլ լեզուն բզդիկ անդամ մնե, որը ոսկոր չունի իհարկե, բայց ասե մեծ բաներ կխոսի, մեծ կխոսի։ Ահա քիչ մգրակ որ չափ բան փոցի գուտա։ Եղբայրներ, քույրեր, սիրելիներ, Տերոջը զավակներ, Տերոջը քանգակիներ, մեր լեզուներուն խնդրեմ մդի գնենք։ Շատ բաներ անում ես լեզուն։ 8-րդ համարը ասե, բայց մարդը լեզուն չի գնա նվաճել, պետք է նվաճենք այս լեզուն։ Սուրբ Հոգի զորությունով պետք է նվաճեցնենք իրեն, պետք է իրեն սորվեցնենք զուսպ լավ, պետք է սանց տնենք այս լեզվին։ Չգծեք լեզուն, որտեղ եթե գծեք կարող է ջողավորի ավելի շատ լա։ Ուրեմն ասե անիգա դեսե անզուս չար է եւ մահապեր թույնով լեցուն։ Մահապեր թույնով լեցուն։ Այդ մահապեր թույնը որը վրա գտապենք մեր եղբայրների եւ քույրերի վրա արժի, բայց արժի այս եղբայրս քույրս որի համար Քրիստոս իր կյանքը տվավ։ Իր սիրո երկի նյութն է, արարգան է։ Զգուշ պետք է լանք եղբայրներ, նաև եկեղեցի մեջ այդպիսի երևույթներով կհանդիպենք, երբ որ մենք մեզ ուրիշներից ավելի բարձր ենք ասում։ Թուն այնքան հաց ու բաներ գուտես, որ իմ մագարտակից ասա, այդպես չէ, գիտեք, եղբայրներ, մենք Աստծո խոսքը մեզ նկարագրում է, թե մենք ով ենք իրականության մեջ, չէ՞ որ առաջին Կորինթացիս տուտը գարտում ենք եւ ասում է Աստված մեզի ընտրեց, մենք ովքեր մեզի ընտրեց, մենք որ գսե աշխարհի մեջ հիմարներս գսե, աշխարհի մեջ գսե դգարները ընտրեց, աշխարհի մեջ եղած ցածասկիները անարգները, ոչինչները նպատակ ունի, որպեսզի ամոթով ցկե այն մարդկանց, ովքեր իրենց բամը կգործեն, ովքեր որ իմաստուն կգործեն, իրենց ովքեր որ զորավոր կգործեն։ Եղբայրներ, քույրեր, եկեղեցի մեջ պետք է Աստծո շնորհքը եւ Աստծո խաղաղությունը իշխե եւ դիրե բոլորիս վրա, անխդիր, մեծեն բզդիկ, բեմից խոսողներից միջև ամենավերջին անդամը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ Աստծո համար ջանք պետք է տապեն, ինքնաբերաբար չի լինում։
Ուրեմն, երբ որ գարտում ենք երրորդ համարը գսե ինչպես իր աստվածային զորությունը կյանքի եւ աստվածաշնչյան վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ անոր գիտությունով Աստված մեզի երբ որ Քրիստոսի գանչեց, երբ որ մենք եկանք Քրիստոսի, երբ որ մենք մեր սրտերը բացինք եւ հավատքի կյանքի մեջ մտանք, Աստված մեր հավատքի համար ապրելու բոլոր բաները տվավ, ջոխությամբ տվավ։ Ինչ տվավ մեզի Աստված։ Աստված տվավ մեզի իր խոսքը։ Աստված մեզ ինչ տվավ, տվավ մեզ Սուրբ Օքին, որ ոչ թե մեր գողքն, ապա մեր մեջը կփնագի։ Մեզ ինչ տվավ, զորություն տվավ։ Հավատացյալներս մեջ պետք է զորություն ունենանք։ Պետք է մենք զորություն անցնենք։ Պետք է ոչ թե բարդվող հավատացյալի մոդել ունենանք, ապա հաղթող հավատացյալի մոդել պետք է ունենանք։ Ինչ մեզ տվավ Աստված մեզի տվավ խոստումներ, որ քիչ հետո պիտի անցնենք դրան։ Խոստումներ տվավ։ Շատ կարևոր են խոստումներ մեզ համար։ Ինչպիսի խոստումներ։ Խղճուկ, խաբող խոստումներ։ Հիմա դուրսը սա խոստումներ են տալիս։ Մինչև ամսի 7-ը բոլորը խոստումներ են տալիս։ Մեզի ընդրեցեք, մենք ենք որ գանք, մենք ենք որ աշխարհը փոխում ենք, չկա մեկ ինձ նման, ցենց երկեր են երկում, եթե ես չլամ, խոստումներ, բայց Աստծո խոստումներն են, որ այո եւ ամեն են։ Աստծո խոստումները, որ գադարյալ են։ Աստված, որը ինքն է խոստացած եւ ինքը իր խոստումի հետևը կանգնած է, եւ մեր Աստված կոչված է անսուդն Աստված։ Ուրեմն եկեք Աստծո խոստումները վայելենք մենք, ոչ թե ուղղակի ասենք, արտասանենք եւ անցնենք դրանով։ Քիչ հետո անդրադառնանք դրան, Աստված նաեւ ինչ տված է մեզի եկեղեցի, Աստծո դունը, որովհետեւ կանք իրարու վայելենք, Քրիստոսի սերը վայելենք։ Ոչ թե կանք ասենք, եղբայրս քույրս, ինչպես ես լավ ես, հա լավ, էլա, անցանք հաջորդուն, ինչպես ես լավ ես, ոչ, ուրիշ ավելին եւ ավելին։ Քրիստոս սա ես եկա որովհետեւ ոչ թե միայն դուք կյանք ունենաք, ապա ավելի կյանք, որտեղ ունենք ավելի կյանք։ Աշխարհի մեջ չեն կարող ունենալ։ Մեզի գծում են, մեզի մորթում են կորթանագով։ Աստծո դանը մեջ, խաղաղության եւ շնորհքի վայրի մեջ մենք գարիք ունենք, որպես իրարու քաչալերենք, ուժ տանք եւ առաջ երթանք։ Ուրեմն Աստծո խոսքը գսե կյանքի եւ աստվածաբաշտան վերաբերյալ Աստված մեզի ամեն բաներ տա։ Ոնց տեսանք, որ աստվածաբաշտան մասին Աստված մեզի ամեն բաներ տված է։ Կյանքի հետ գված, երբ որ ես Քրիստոսի եկա, Քրիստոսին քալեր առաջ ես կյանք ուրիշ ձևով կտեսնեի։ Ավելի հոգնած, ավելի դժվար, բայց երբ որ ես Քրիստոսի եկա, կարծես թե աշխարհը փոխվեցավ։ Իրականությամբ աշխարհը չէ փոխված, դու փոխված ես։ Իրականությամբ քո աչքերը փոխվեցավ, քո հասկացողությունը փոխվեցավ, քո թադողությունը, քո աշխարհ ընկալումը փոխվեցավ։ Ես սկսա արդեն անաբաշխարուն սիրել, խղճալ իրենց համար։ Դեսնել, որ իրենք գորուստի մեջ են գնում։ Կյանքի հետ կապված Աստված ինձի հավատքի միջոցով, ճշմարտության հավատքի միջոցով ինձ լուսավորեց։ Ես ժամանակի խավար էր իմ միտքս, լուսավորված չէի, խղճմտանքս բղձված էր, գեղտոտ խղճմտանք ունեի, բայց հիմա շնորհքին հանդիպելուց հետո ինչպեսի խղճմտանք ունի, մաքուր եւ սուրբ, եւ օրեօր ավելի սրբվում է։ Ուրեմն կյանքի վերաբերյալ Աստված նաև մեզի միտք տվավ, որ հասկանանք, որ կյանքը շատ գեղեցիկ է։ Մի անգամ քարոզիչը լսած ենք իրեն փեմեն, որ մնացած ասում, «Էսի կյանքա որ մենք ապրում ենք»։ Շատ դժգոհ է, շատ փնփնթան էր, շատ դժգոհություն ուներ իր կյանքի մեջ։ Աստված մեզի տվավ այս հասկացողություն կյանքին ոչ թե որբեսի փնփնթան, ընդհանրապես որբեսի ուրիշներուն օգնենք։ Երտանք եւ իրենց ասենք, որ Քրիստոսը ըսավ, ես եմ կյանքը, իրական կյանքը ինքն է, ես եմ ճշմարտությունը։ Ես եմ ճամփան։ Ուրեմն Բողոս Արաքյալ առաջին Կորինթացիս 1-րդ առաջին գլխում էր 18:31-ի մեջ ասում է. մարդիկ կան, որ այս բանը իրենք չեն հասկանում, եւ իրենք աշխարհի մեջ շատ իմաստուն են ցույց տալիս։ Բայց ասում մենք ենք իմաստունները։ Մենք ենք հասկացել թե կյանքի եւ կյանքի իմաստը ինչ է։ Ուրեմն երտանք 4-րդ համարի մեջ գսե որոնցմով Աստված մեզի ամենամեծ ու բադվական խոստումները տված է։ Գիտեք այդ խոստումները, որ Աստծո գոմե շատ մեծ են, ոչ թե մեծ են, ամենամեծ են։ Այդ խոստումները ամենամեծ, դրանց ավելի մեծ չի կա։ Աստված մեզի տված է ամենամեծ եւ բադվական, որը մեզի բադիվ կբերե, որը իր մեջ դուրս կա, իրեն էլ բադիվ կբերե։ Աստված մեզի տված է ամենամեծ ու բադվական խոստումները։ Ինչու՞ համար տված է, որբեսի գսե նպատակ ունի, որբեսի անոցմով աստվածային բնությանը հաղորդակցի։ Ինչ խոստումներ մեզի դրված է Աստվածաշնչի մեջ։ Արդյոք սերդած ես այսօր։ Արդյոք գիտես Աստված ինչ խոստում քեզ տված է։ Ես մի քանի խոստումներ պիտի այսօր գարտամ,
Ուզեմ տունալ հիշես այս խոստումները եւ գնալ Սուրբ ոգին քեզի հիմա հիշեցեմ հույս խոստումներն։ Աստված ամենամեծ խոստումը ինձ դված է, որ ես կյանք պիտի ունենամ, եթե իրեն հավատամ։ Ամոր հավատա, կյանք պիտի ունենամ։ Աստված նաեւ խոստում դված է, որ այս կյանքը պիտի շարունակվի։ Ոչ թե այսօր կյանքունի վաղը մերն, Աստված հավատարիմ է եւ գսե որ ես եկա որ դու կյանք չէ, գնեք, վասնզի գսե ես կենթանի եմ եւ դու կա կենթանի պիտի լակ։ Աստված որչա որ կենթանի, որչա որ կյանք ունի, մենք նոր կյանքի մեջ այդ նույն կյանքը պիտի շարունակենք։ Տեր Հիսուսը սա ես եկա որպեսզի ոչ թե միայն կյանք ունակ, հապա ավելի կյանք ունակ։ Ուրեմն այս կյանքը ավելին կա մեջը։ Դերը մեզի հետ է լինելու այս կյանքի մեջ, մեզի մենակ չի տոնելու։ Դες ահա ես ցեզի հետ եմ շաբաթվա որոշ օրերի մեջ։ Այն ժամանակ երբ որ հանգիստ եմ լինում, երբ որ ուժերս ինձ հերիքի, ամեն օր ցեզի հետ եմ եւ մինչեւ աշխարհի վերջը։ Աստված ասե որ ես քեզի պիտի չթողում, քեզ երեսե պիտի չծկեմ, Եբրայեցիս 13-ին։ Ինչպիսի խոսում դված է Աստված։ Ասե ծառայության ժամանակ, որտեղ որ 2 կամ 3 հոգի պատրաստված են գնալու, աղոթում են, որպես տուրեր պատի ես հոն եմ իրենց մեջ եմ։ Նա մեզ նաև խոստում տվա, որ մեզի միշտ կընդունի։ Աստված մեզի միշտ կընդունի, անկախ նրանից մենք ինչ վիճակի մեջ ենք, մեղքի մեջ ենք, անհասկացողության մեջ ենք, Աստված միշտ մեզ կընդունի եւ գսե եկեք ինձի միշտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ ինչ պիտնեմ, պիտի ավելի հոգնեցնեմ։ Ցերքիտեն բեռնեմ պիտի բեռնեմ, ցես 10 պիտնա։ Ես ձեզի պիտի հանգստացնեմ։ Աստված խոստում տված է։ Աստված գուդա մեզի ամեն ինչ որ մենք իր մեկը խնդրենք, խնդրեցեք եւ պիտի դրվի, դուր զարգեք եւ պիտի բացվի։ Եվ գսե խնդրեցեք Աստծո թակավորություն եւ անոր արդարությունը եւ այդ բոլոր բաները ցեզի պիտի դրվի։ Աստված մեզի ուրախություն գուդա։ Եվ Աստծո ուրախությունը գադարյալ ուրախություն է։ Աշխարհի մեջ դակնովրայություն գլա, երկրաշարժ գլա, բայց դերոջը զավակները հանդարտ են։ Որտեղ հանդարտ միտքը, հաստատ միտքը գադարյալ խաղաղության մեջ գարաշնորհ է, որովհետև այդ միտքը, որը գուհուսա, դերոջը գուհուսա։ Ուրեմն Աստված մեզի ուրախություն գուտա։ Դուք պիտի լավ ու ողբակ, սակայն ձեր դրդմությունը ես ինչի պիտի փոխեմ, ուրախության պիտի փոխեմ։ Ուրեմն Աստված մեզի խոսացավ Սուրբ ոգին, գրգետ Սուրբ ոգին, եւ Սուրբ ոգին մեզի խոսացավ, որ մեզի պիտի օգնեմ մեր ճամփորդության մեջ եւ օգնում է։ Զորություն պիտի ստանանք, ստանում ենք Աստծո խոսքի ճշմարտության հիման վրա։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, ինչ պիտի Աստված հավատարիմ ու արդար է մեր մեղքերն ուղղություն տալու շարունակությունը ցերկով։ Ամեն արցունք պիտի սրբի Աստված։ Ամեն արցունք։ Հիմա Աստված արցունքները կսրբե, բայց օրը բոլոր արցունքները պիտի սրբե։ Ամեն արցունք պիտի սրբե։ Հիսուս նորեն պիտի կա։ Աստված նաև իմաստություն խնդրողներուն ինչ կուտա։ Իմաստություն կուտա։ Աստված մեր բոլոր պետքերը ինչ կնե, ջոխությամբ կլեսնե, եւ իմ Աստվածը ծեր բոլոր բիդույկը, ոչ թե մասսամ, ոչ թե ինչ որ իր կարողության, բոլոր բիդույկը պիտի լեցնե իր ջոխության չափով։ Ծեր ամեն հոգսը անոր վրա ցկեցեք, բացեցի, անիկա ցեզի համար հոգ պիտի, ինչ լավ է համաներ հիշում եք, լավ է, ինձ օգնում եք։ Աստված կյանքի բսակը պիտի դա այն մարդկանց ովքեր որ իրենց ճամփորդյան ժամանակ փորձություններով գանցին, հոգնում են, համբերությամբ գանցին եւ դրա արդյունքով իրենք կյանքի բսակը պիտի ստանան Հակոբոս 1:12 Աստված խոստացավ նոր երկինք եւ նոր երկիր մենք նոր երկինքի մեջ պիտի ապրենք սա ուրիշ նույնն է շատ խոր նույնն է նա մեզ որբ չեցկած մենք չենք գնալ երկենք բանտուղ դերենք մենք թափարական չենք օդարական գնանք այո աշխարհի մեջ կարող ասենք ինչ որ դեղից դեղ են փոխադրում բայց մենք անդեր չենք որբ չենք թափարական չենք մենք ունենք հայրը կտածող հայրը որ մեզի համար փոք կնեն ուրեմն դասի ասո խոսքը այս խոստումներ եւ մույս խոստումներ Աստված մեզի ինչ համար տված է որովհետեւ մենք իր բնության ինչն է հաղորդակցին եւ երկրորդը որովհետեւ մենք իր հետ հաղորդակցելու ժամանակ խորը հաղորդակցություն ունենք ոչ թե մագերեսային ոչ թե հայ մամ հայ բապ բարելույս բապ չէ նստենք իրար հետ խոսենք հաղորդակցենք ընտանիքի մեջ գիտեք երբ որ ծնողները երեխեքի հետ հաղորդակցում խոսում են էդի իսկական հաղորդակցությունը դա դու գսկաս քեզի որպես ընտանիքի անդամ սիրելիներ Աստված մեր մեջ կապրի եւ գուզե մեր հետ ոչ թե բարձ մագերեսային հաղորդակցություն ժամային հաղորդակցություն այսօր Աստծո 15 րոպե ժամանակ ունի ոչ Աստված գուզե որ մենք միշտ հետը հաղորդակցվենք եւ մեր հաղորդակցությունը ինչպեսի հաղորդակցություննի
խորը։ Ուրեմն Աստծո խոստումը մեզ դրված է որպեսզի մենք իր բնությանը նմանվենք, մեկ ժամանակին իրեն նման ենք, գիտեք։ Աստված երբ որ մարդուն ստեղծեց իր նմանությամբ եւ իր պատկերով ստեղծեց, մեղքն է որ մեր մեջ խառնաշփոթություն արավ։ Եվ մենք երբ որ Աստծո խոստումները կհիշենք եւ կապրենք Աստծո խոստումներով, մենք կսկսենք աստվածային այդ բնությանը, էությանը գապվենք եւ նմանվենք իրեն։ Երկրորդ Աստծո խոստումը մեզ գոհնեն որպես մենք Աստծո հետ խորը հաղորդակցություն ունենք, ոչ թե մագերեսային, եւ երրորդը մեզ գոհնեն որպես փախչենք։ Գիտեք ով կփախնի ընդհանրապես վախցած մարդիկ։ Աստված գուզե որ մենք այսօր վախեցած ենք։ Իր վախը մեր մեջ իշխի։ Եվ մենք վախնանք։ Ինչ են վախնանք։ Իրար մեջ, աշխարհեն ոչ, մեղքեն վախնանք։ Մեղք կործելեն վախնանք։ Ամճնանք մեղք կործելեն։ Եվ փախնենք գսե Աստծո խոսումներ դրված է որպեսի գսե աշխարհային ցանկություններին հարաճ եկած ապագանություններին ինչ ենք փախնենք։ Ուրիշ համարներ կան Աստծո խոսքի մեջ թե մենք ինչ բաներից պետք է փախնենք։ Աստծո խոսքը գսե արձատասիրությունեն փախեք։ Առաջին Տիմոթեոս 6:11 Երկրորդ Տիմոթեոս 2:22, շատ լավ համարն է, գրնակ շատ լավ հիշեք գոլդ համար է, 2:22 Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 22-րդ համար, ասում է երիտասարդական ցանկությունները փախեք։ Ոչ թե երիտասարդական, որ միայն երիտասարդներու մեջ է, ոչ, ասում է ոչ թե երիտասարդներու ցանկությունները, երիտասարդական մեծերն է գնա երիտասարդական ցանկությունները ունակ, գսե ադորմե փախեք։ Առաջին Կորինթացիս 6:18-ի մեջ գսե բորնուգութենեն փախեք։ Գիտեք, այս նյութը որ ժամանակին խոսում ենք եկեղեցի մեջ, մի քիչ փառ օգտագործում ենք, ամաչում ենք, քաշում, բայց հիմա այնքան հասարակ փառ է դարձել։ 11, 12, 13 տարեկաններ հետ որ խոսես, այնից բարեր ասում որ դու ես ամաչում։ Աստծո խոսքը դասե փախեք բորնուգութենեն։ Մենք պետք է որպես Աստծո զավակներ մաքուր պետք է լինենք։ Մեր հաղորդակցության մեջ, մեր շփումների մեջ, հատկապես ովքեր որ ամուսնացած են, դրանք շատ զգուշ պետք է լինեն։ Ուրեմն հաջորդը վերջը գսե առաջին Կորինթացիս 10:14-ից է գրապաշտություն են փախեք։ Ուրեմն փախնելու դեղեր ունենք, փախնելու դեղ, ասի, մի փախնենք։ Ով գիշե 5 դագարանի մեջ մեկը որ փախավ։ Հովսեփը փախավ։ Հովսեփ կրնավ մանիպուլացիաներ, բանաներ, բաճարապաններ, բայց փախավ։ Եկ այսօր Հովսեփին նմանվենք, որպես Աստծո լուսավորված ժողովուրդ փախնենք։ Մենք երբ որ փախնում ենք, գիտեք, մեր փախուսի ջամփու մեջ այնտեղ տեսնում եք Հակոբոս Արաքյալը գեցած ասում է փախեք ժողովուրդ, փախեք, շատ լավ է։ Այս երբ որ մենք փախնում ենք իրականության մեջ, մենք հավատքի մեջ ամրանում ենք։ Երբ որ չենք փախնում, գործընծնում ենք մեր հավատքը։ Ուրեմն փախնելու ժամանակ մենք հնազանդության կյանքի մեջ ենք աճում։ Հակոբոս 4:7-ի մեջ ասում է հնազանդեցեք Աստծուն, ապրեք, փախեք։ Հետո գսե երբ որ հնազանդվեք Աստծուն, Աստված ցեզի ուժ կուտա որպեսի սատանային ինչ անեք, հագարակ գնաք։ Եվ երբ որ մենք հագարակ գնանք սատանան, ինչ կլա սատանան, ինքը կփախնի ասանկամ, ինքը կփախնի։ Եկեք այսօր մեր հոգիները վարժեցնենք փախուստի։ Փախնենք, որպեսի Աստված մեզ օրհնե։ Մենք որպես Աստծո ժողովուրդ, Աստված որտեղ որ մեր մեջ կփնակի։ Աստծո բնակության վայրը սուրբ է, պետք է սուրբ ըլլանք։ Եկեք փախնենք այդպիսի բաներից։ Եկեք մենք աճենք շնորհքի եւ գիտության մեջ, որտեղ որ հասանք չբավարարվենք եղբայրներ փրե, ջանք տապենք, ավելի ջանք տապենք, որպեսզի երբ որ ինքը կա, ամոթով չմնանք, գլուխնից վար չնենք, չասենք լավ, ոչինչ, կարևորը փրկվեցա։ Գիտեք, որ փրկվեցաք եւ բարակ ցերկով Տերոջ արչեւ եկար, այդ ինչ մեծ ամոթ պիտի լա, գիտեք, բոլոր սուրբերու արչեւ։ Եվ շատ լավ կլա որպես Տերոջ զավակներ մղվենք նաև ծառայության։ Սա ուրիշ նյութ է, ուրիշ անգամ դերը արի տակ խոսենք դրա մասին։ Ուրեմն ինչ դասեր կսորվենք այս ձերեն, Աստված կուզե որ մենք հավատքի մեջ ոչ թե մենք հաստատում մնանք, ապա ինչ լա մեր հավատքը աճի։ Եվ Աստված կուզե որ մենք որտեղ աճենք շնորհքի, գիտության եւ խաղաղության մեջ։ Եվ Աստված կուզե որպեսի մենք իր խոստումները ամուր բռնենք, որտեղ իր խոստումները աշխարհին չեն դված, մեզ դված եւ ինչպիսի խոստումներ են պատվական եւ ամենամեծ խոստումները, որովհետեւ կարող ենք փախչենք, լավ բդուղներ բերենք, Աստված փառավորող կյանքերով ապրենք եւ թող դերը փառավորվի իր եկեղեցի մեջ եւ իր եկեղեցի միջոցով։ Փառքը բադիվը բոլորի իրեն կտանք։ Բոլոր եկեղեցին ամեն գսե։ Ամեն։ Տեր օրհնեցես։